Այդ ինչպես է ստացվում, որ հաճախ մենք մեր վարքով մեր շուրջը գտնվող մարդկանց ուղարկում ենք այնպիսի ազդանշաններ, որից ելնելով նրանք սկսում են մեզ չգնահատել, մեզ արժե զրկել, չգնահատել մեզ, մեր ռեսուրսները, մեր կատարած գործերը, գործունեությունը։ Մի խոսքով ասած, մեր հետ հաշվի չեն նստում, եւ արդյունքում մենք մեզ զգում ենք չգնահատված, արժեզրկված եւ այդ հարաբերությունը այլևս մեզ համար հարմարավետ չէ։ Անշուշտ դուք կարող եք ասել, որ մեր շուրջը կան մարդիկ, որոնք առհասարակ իրենց կյանքում ոչինչ գնահատել չգիտեն։ Նման մարդիկ այո կան եւ այստեղ ոչ մի դեղատոմս չկա, բացի այն, որ մենք պարզապես պետք է ունենանք ընտրողական վերաբերմունք եւ հասկանանք ում հետ ինչ չափաբաժնով ենք շփվում։ Բայց ես ուզում եմ խոսել այն մասին, որ հաճախ մենք ենք մեր վարքով դրդում, որ մարդիկ մեզ արժեզրկեն։ Պատճառներից մեկը կարող է այն լինել, որ հաճախ մենք, երբ որ մի սխալ բան ենք անում, կատարում ենք մի գործ, որը այդքան էլ լավ չենք կատարում, բաց թողումներ ենք ունենում, կարծես մենք մտածում ենք, որ քանի շրջապատը կասի այդ մասին, միջև շրջապատը կբարձրաձայնի եւ ես իմ հասցեին կլսեմ այդ քննադատությունը, ավելի լավ է ես առաջ ընկնեմ, որ հետ չընկնեմ։ Մի րոպե իրենցից շուտ ես կասեմ այդ քննադատությունը իմ հասցեին եւ իրենք էլ կարիք չեն ունենա ինձ քննադատելու եւ մեր մոտ կարծես այսպես մի հատ սուտ խապկանք է ստեղծվում, որ ես դա կասեմ եւ շրջապատից դա չեմ լսի, կկանխեմ շրջապատից իմ հասցեին եկող քննադատությունը, եթե ես մի րոպե շուտ ասեմ, դե ասեցի էլի, որ ես դեռ պատրաստ չեմ այսպիսի բարդ պրոյեկտներին, ես գիտեի, որ սա իմ մոտ չի ստացվի, ես ինչքան փորձում եմ նմանօրինակ բաները իմ մոտ չի ստացվում, ես միշտ էլ սենց բաների մեջ թույլ եմ եղել, կամ չգիտեմ, ասեցի էլի, որ ավելի լավ է այն մյուս աշխատակցին տակ, ինքը բազմիցս սա արել է կստացվի, դե ինձ չէիք լսում, ես գիտեի։ Մի խոսքով նմանօրինակ արտահայտություններ, որ մեր մոտ տպավորություն է, որ եթե մենք դա ասենք, կկանխենք մեր հասցեին իրենց կողմից հնչող քննադատությունները, բայց իրականում դա հակարդ է եւ երկարաժամկետի մեջ դա լրիվ ուրիշ արդյունքի է բերում, էֆեկտը հակառակն է լինում։ Մարդիկ մտածում են, որ հա, եթե այս անձը ընդունում է իր սխալը, եթե ինքը այսպես է արտահայտվում իր մասին, ուրեմն ինքը ճիշտ է եւ սրանից բխում է հաջորդ հանգրվանը։ Հաջորդ հանգրվանն էլ նա է, որով նորից մենք դրդում ենք, որ մարդիկ մեզ շարունակեն արժեզրկել, երբ որ մարդիկ սկսում են մեր մասին բացասաբար արտահայտվել, մենք լռում ենք, մենք քարանում ենք, մենք ոչինչ չենք ասում, մենք չենք պաշտպանվում, մենք այդ սահմանները չենք դնում, մենք քարանում ենք եւ դա կարծես դիսկոմֆորտը հաղթահարելու մեր միակ միջոցն է դառնում եւ մենք սկսում ենք դիմանալ, տանել այդ ամենը, երբ որ ինչ-որ մարդիկ մեր հասցեին բացասաբար են արտահայտվում կամ ստիպում են մեզ անել բաներ, որ մեր գործառույթը չէ, մեր տարիքին հարմար չէ, մեր կարգավիճակին հարմար չէ, չգիտեմ, աշխատանքային հաստիքին չի համապատասխանում, մենք լռում ենք։ Եվ սա էլ բերում է նրան, որ ինչ-որ մարդիկ մտածում են, որ դե լռում է, լավ է, ձենդ կտրի, ինչ պետք է արա, մենք էլ մտածում ենք, որ ես այդ պահին ձեն չհանեցի, բայց ես իրան ցույց տվեցի, որ դա ինձ դուր չեկավ, բայց իրականում պետք չի ցույց տալ ամեն ինչով բացի խոսքերով, որովհետև իրականում այն մարդը, ով սիրում է իշխել, ում կարևոր է, որ այդ գործը ինքը առաջ տանի, ով սիրում է բացասաբար իր այդ ագրեսիան արտահայտի, ով իր առաջ դուրս գա իրեն, ինքը շատ լավ է զգում, ասում է, որ հա, լավ է, ձեն մի հանի, գործդ արա, դուք էլ այդ պահին կուլ եք տալի, սա եք կուլ տալի, նա եք կուլ տալի, նա եք կուլ տալի, վերջում դա պայթուն է լինում կամ պայթում է մի օր ձեր հարաբերությունների մեջ եւ արդյունքում դուք ունենում եք ոչ կառուցողական զրույց, կամ էլ տարածված кейս է նաեւ այն, որ երեկոյան պայթում եք սառնարանի առաջ, քանի որ դուք ողջ օրվա ընթացքում զսպել եք ձեզ, ողջ օրվա ընթացքում տարել եք, կուլ եք տվել, հանդուրժել եք, երեկոյան էլ տարբերակ մեկ գտնում եք միջոց ձեզ պատժելու համար, որ կուլ եք տվել, որ հանդուրժել եք, որ դիմացել եք, կամ պարզապես երկար զսպելուց հետո էլ այդտեղ չկա ռեսուրս ինչ-որ բանին ոչ ասելու, դիմանալու եւ միանգամից կարծես պայթուն է տեղի ունենում։ Այսինքն, այստեղ շատ կարեւոր է, որ դուք նախ հասկանաք ինչը ձեզ հարմար չէ եւ սովորեք խոսել այդ մասին, ոչ թե լուր լինել, ցույց տալ, հասկացնել ամեն ձև բացի խոսքերից, այլ խոսքերով հասկացնել, որ ես կարծում եմ, որ ինձ այդքան էլ հարմար չէ, որ ես այսինչ կամ այնինչ բանը անեմ։ Հաջորդ բանը, որը նորից շատ տարածված է, երբ որ մենք չենք կարողանում ասել ոչ, երբ որ մեզ ինչ-որ հարցով դիմում են, մենք միանգամից ասում ենք այո, եւ այստեղ հիմա ինձ լսողները կարող են ասել, մարդը մարդով անի ջան, չէ՞ որ մենք իրար պետք է օգնենք, հիմա եթե մարդը օգնության կարիք ունի, ես ինչպես չդիմեմ, նախ այստեղ ինչպես չօգնեմ, նախ այստեղ ուզում հստակեցնել, որ շատ կարեւոր է, որ այդ մարդը ձեզանից խնդրի այդ օգնությունը, եւ շատ կարեւոր է, որ այդ խնդրանքը հիմնավորված լինի, եթե դուք ինչ-որ
ինչ-որ մեկին պետք է օգնեք, հիմնավորված լինի ձեր օգնությունը։ Արդյոք այդ անձը, երբ որ ձեզանից խնդրում է այնինչ բանը, իրականում նա գիտակցում է, որ դա ձեզ համար կարևոր մի բան է, եւ արդյոք դուք տալիս եք այդ հարցը ձեզ, որ արդյոք ես ունեմ այդ ռեսուրսը այսինչ կամ այնինչ բանը անելու, սա ինչի հաշվին է, սա ինչի տեղում եմ ես այսինչ բանը ուզում անել, իրականում սա ինձ է պետք, թե դիմացինին է պետք, իրականում ես ուզում եմ, սա հարմար է ինձ, ես ունեմ բավարար ռեսուրս, սրանից էլ բխող հաջորդ կետը բնականաբար այն է, որ երբեմն մենք խնայողաբար չենք վերաբերվում մեր ռեսուրսներին, մենք խնայողաբար չենք վերաբերվում մեր կոմֆորտին, մեր ժամանակին, խնայողաբար չենք վերաբերվում մեր հանգստին, մեր հարմարավետությանը, ինչպես արդեն ասացի, եւ դիմացինը նորից սկսում է մեզ արժեզրկել, մտածում է, որ տենց էլ պիտի լիներ, հələ կարար ավելի լավ լիներ, ինչ ես արել, որ եւ նորից մենք զգում ենք այդ արժեզրկումները եւ ես ասեմ, որ մանավանդ աշխատանքային կոլեկտիվներում այն մարդիկ, ովքեր կարողանում են դնել ճիշտ սահմաններ եւ կարողանում են գնահատել իրենց ռեսուրսները, իրենք միշտ շատ ավելի լավ պայմանների մեջ են լինում, քան այն մարդիկ, ովքեր այսպես տանում են այդ լուծը, այստեղ օգնենք, այնտեղ օգնենք, սրան հասնենք, նրան հասնենք եւ այդ հավելյալ մտահոգությունը դիմացինին գոհացնելու եւ բավարարելու համար նորից բերում է նրան, որ կարծես հակառակ արդյունքի ենք մենք հասնում եւ սկսում ենք չգնահատել։ Եվ հաջորդ կետը, որը տրամաբանորեն արդեն գալիս է, դա էլ այն է, որ երբեմն մենք ավելորդ ուշադրություն ունենք դեպի դիմացինները եւ երբ որ մենք ինչ-որ բան անում ենք, մեզ համար շատ կարեւոր է, որ մենք դիմացիններից ստանանք ուշադրություն, ստանանք հավանություն եւ սա նորից մեզ շեղում է, որովհետեւ երբ որ մենք պետք է խոսենք, մի կողմից մենք կառուցում ենք մեր խոսքը, մյուս կողմից մենք կարծես աչքերով հետևում ենք, թե մեր ասածին ով ինչ արձագանք է տալիս եւ եթե այդտեղ կան մարդիկ, ովքեր օրինակ համաձայն չեն ձեզ հետ կամ դիմադրում են ձեր խոսքին կամ ձեզ նորից իրենց ոչ վերբալ մեսիջներով, ազդանշաններով արժեզրկում են, նորից դուք կարող եք կաշկանդվել, մտածել, որ ինչ խոսամ, որ հանկարծ ինչ-որ շեշտված պոզիցիա ցույց չտամ, չասեմ մի բան, որի համար ինչ-որ մեկին կնեղացնեմ, չասեմ մի բան, որին իրենք համաձայն չեն լինի եւ նորից դուք չեք կարողանում ունենալ ինքնավստահ այդ կեցվածք, այդ ազդեցիկ խոսքը, որովհետեւ խոսքը ձևավորելու ժամանակ դուք այնքան եք ուղված դեպի դիմացինները, որ արդյունքում ուղղակի կարող եք ձեր միտքը ընդհանրապես նորմալ չավարտել կամ մի ամբողջ միտք կառուցել առանց ես դերանունի կամ ամեն երկրորդ խոսքից հետո ասել ներողություն, կներեք, ես կարծում եմ, այսպես եմ լսել, այսպես էին ասում, այսինքն խոսքը չձևավորեք որպես ձեր կարծիք, ձեր դիրքորոշում, ձեր համոզում, ձեր մոտեցում, այլ այսպես պատասխանատվությունը կարծես գցեք ուրիշների վրա, որ այստեղ եմ կարդացել, այս ինչ տեղում, այս ինչ բանն էին ասում, որ ես չեմ, դա ասում էին ինչ որ մարդիկ, այս ինչ բանը, բայց մենք գիտենք, որ մեր օրերում շատ կարևոր է, որ թիմի մեջ մենք կարողանանք պահել մեր այդ անձը, մեր ինքնությունը եւ կայացնենք ինչու ոչ ինքնուրույն որոշումներ եւ նորից, հա, մենք այդ վարքով ուղարկում ենք ազդանշաններ, որի պատճառով մեզ ուղղակի սկսում են լուրջ չվերաբերվել, չգնահատել եւ հենց սրանից բխող հաջորդ կետն էլ այն է, որ մեզ գնահատելու, մեզ արժևորելու համար մարդիկ պետք է մեր մեջ ուժ տեսնեն։ Կամ պետք է տեսնեն գեղեցկության ուժը, կամ պետք է տեսնեն իշխանության ուժը, կամ պետք է տեսնեն գումարի կամ հումորի ուժը, ինչ որ մի բան մարդիկ պետք է տեսնեն մեր մեջ մեզ գնահատելու համար։ Իսկ եթե մենք ամեն կերպ փորձում ենք արժեզրկել, փորձում ենք չհավատալ, փորձում ենք վախվորած, այսպես մտածել ոնց անեմ, որ գոհացնեմ, ոնց անեմ, որ հանկարծ հակասություն չլինի, ինչ որ մեկի հետ շահերի բախում չլինի, մենք արդյունքում կորցնում ենք ամեն ինչ։ Կամ օրինակ հակառակ բանը նորից նույն կետին իհարկե բերող, երբ որ անձը ցանկանում է, որ երբ որ ինքը խոսում է, իրեն բոլորը լսեն, բոլորը լռեն եւ իրեն լսեն, երբ որ ինքը հումոր է անում, բոլորը ծիծաղեն, երբ որ ինքը ինչ-որ կարծիք է հայտնում, կամ լռեն կամ համաձայնվեն, եւ նորից այս ավելորդ ջանքը ստանալ ուրիշների հավանությունը, օրինակ, չգիտեմ, պատկերացրեք անձը, ով ուզում է սեղանի շուրջ կենաց հասել եւ ինքը կարող է մի
կես ժամ պայքարի, որ լռեցնի, որ ինչ որ կենաց ասի։ Եվ այդ ճանապարհին դա կարող է լինել շատ լուրջ, հա, պաշտոն զբաղեցնող անձ, շատ լուրջ ծանր ռեզյումեով մեկ, այսինքն որ ինքը արդեն իսկ այդ հեղինակությունն է, բայց այդ հասարակ կետը, որ մի ժամ ինքը փորձում է ստանալ ուրիշների այդ լռությունը, որ բոլորը ինչ որ կենտրոնանան իրեն լսեն, նորից ուղղակի ինքը դիմացիների մոտ ստեղծում է այդ մոտեցումը, որ կպչուն է, դիմադրում է, ներողությունը կպչուն է, ճնշում է, խանգարում է եւ նորից գնում է այդ արժեզրկումը։ Հետևաբար ընկերներ, վստահեցնում եմ, եթե ես փորձեի նորից այսպես կետեր դուրս բերել, դրանք շատ կլինեին։ Եկեք մի պահ կենտրոնանանք, ինչու ենք անում այն, ինչ որ մենք անում ենք, ինչ վախեր են ընկած մեր գործունեության հիմքում, ինչ ենք ուզում ստանանք արդյունքում այս կամ այն արարքի, որովհետև նույն այդ մոտեցումը, որ մենք ցանկանում ենք հարաբերությունների մեջ ստանալ այդ գնահատանքը, ստանալ այդ հավանություն, այդ ադաբրենիան ռուսերենով շատ լավ է հնչում այդ հաստատումը, համաձայնությունը մեր ասացի, դա գալիս է մանկության ինչ որ չլուծված խնդիրներից, երբ որ, չգիտեմ, երեխան ցանկանում էր, որ մաման պապան իրան սիրեն, մաման պապան իրան լսեն, ինքը ավելի լավը լինի, քան քույրիկներ, ինքը ավելի լավը լինի, քան, չգիտեմ, եղբայրներ, եւ այդ ձեր մեջ եղած երեխան կարծես նույն բանն է փորձում անել, փորձում է այստեղ էլ ստանալ իր ծնողի հավանությունը իր կոլեկտիվի մեջ, իր, չգիտեմ, շուրջը եղող այլ եւ այլ գործընկերների մեջ, ընկերների մեջ, գիտակցենք, հա, ինչու ես այստեղ ունեցա այս պայթյունը, ինչու ես այստեղ լռեցի, ինչու ես այստեղ վերցրեցի ինչ որ բաներ, որ շատ էր ինձ համար։ Եկեք գիտակցենք, եկեք այս ամբողջը բերենք գիտակցության դաշտ եւ չասենք, որ չէ, գիտես, իմ համար մեկ է, ես լռում եմ, որտեվ իմ համար մեկ է, ես ինչ կուտեմ, որ ռեստորան կգնանք, ինչ կհագնեմ, իմ համար մեկ է, ձեր համար ոչինչ մեկ չէ։ Սովորաբար այս ինձ համար մեկ է, ինձ համար կարևոր չէ արտահայտության տակ թաքնված է հենց այս պոզիցիա չունենալ եւ արճակատման չբախվելու խնդիրը։ Իրականում այստեղ նորից թաքնված այն խնդիրը, որ անձը վախենում է, որ ինչ որ մեկի հակասությանը ու հակադրությանը կարող է արժանանալ եւ այսպես կարծես ինքը թուլացնում է լարվածությունը, հա, իմ համար մեկա, ոչ մի խնդիր չկա, ինչ որոշեք, ես հարմար եմ եւ նորից այդտեղ մարդիկ մտածում են, դե եթե իրան ամեն ինչ հարմար է, ես իր հետ ինչ ուզեմ կարամ անեմ, մեկա իրան ամեն ինչ հարմար է եւ նորից սկսվում է արժեզրկումը, նորից ձեզ չեն գնահատում, նորից դուք ձեզ օգտագործված, շահագործված եւ չգնահատված եք զգում։ Ովքեր որ այս հարցերում ունեն դժվարություն, զգում են, որ աշխատավայրում շահագործվում են, զգում են, որ կոլեկտիվի ներսում գնահատված չեն, զգում են, որ անընդհատ իրենց ստիպում են անել ինչ-որ բաներ, որոնք իրեն հարմար չեն, իր մեջ առաջացնում են զայրույթ, ներքին կոնֆլիկտ, հետո գալիս եք տուն 2-3 օր միգրեն եք ունենում, գալիս եք տուն, չգիտեմ, տարբեր սրտխառնոց եք ունենում, ոտքերի ցավ եք ունենում, աշխատանքի գնալուց ատելության զզվանքի զգացողություն եք ունենում, մի խոսքով, եթե ունեք դժվարություններ, կապ հաստատեք մեզ հետ, զանգահարելով 095 51 44 54 հեռախոսահամարով։ Մենք կօգնենք ձեզ այս ճանապարհը միասին անցնել։ Ես ահռելի մեծ փորձ ունեմ այս ոլորտում, երկար տարիներ աշխատել եմ քաղաքապետարանի հետ, ազգային ժողովի հետ, մենք տարբեր վերապատրաստումներ ենք արել։ Մինչ օրս ես աշխատում եմ տարբեր գործընկերների հետ, ովքեր թիմեր են ղեկավարում, առաջնորդներ են, եւ ես վստահեցնում եմ, որ խմբի ներսում Հեչ կապ չունի դուք ինչ հաստիք եք զբաղեցնում, սա տարածված եւ ակտուալ խնդիր է, որ մարդիկ գալիս են ու պատմում են, որ ուղղակի չգիտեն ինչ անեն, որտեվ անընդհատ իրենց արժեզրկում են, անընդհատ իրենց հաշվի չեն առնում, անընդհատ իրենց կարծես շրջանցում են։ Մի մնացեք ձեր դժվարության հետ, մենք կսպասենք ձեր զանգերին, ձեր նամակներին, թե դուք ինչ զայրույթ ունեք, ինչ կոմենտներ կթողեք մեզ եւ մենք կփորձենք հետադարձ կապ ապահովել։ Ցտեսություն։